Ընկերներ, թույլ տվեք սկսել մի հայտարարությամբ, որը կարող է խախտել ձեր սովորական պատկերացումները, խանգարել ձեր հարմարավետությանը և մարտահրավեր նետել այն ձևին, թե ինչպես եք միշտ մտածել հարստության մասին։ Հարստությունը ոչ թե այն է, ինչ դուք ունեք ձեր ձեռքում, այլ այն է, ինչ դուք կարող եք կառավարել։ Ակտիվը ոչ թե այն է, ինչով դուք հպարտանում եք կամ ցուցադրում եք, ակտիվը այն է, ինչ արժեք է ստեղծում, անկախ նրանից փող կա թե ոչ։ Մինչև չհասկանաք սա, ամբողջ կյանքը կանցկացնեք հետապնդելով այն, ինչ նախատեսված էր հետևել ձեզ։ Մենք մեծացել ենք աշխարհի համակարգով, որը սովորեցնում է չափել հաջողությունը կուտակմամբ։ Աշխարհն ասում է, ցույց տուր, թե ինչ ունես, և ես կասեմ, որքան հարուստ ես։ Բայց Աստծո արքայությունը չի աշխատում սեփականության սկզբունքով, այն աշխատում է կառավարման սկզբունքով։ Արքայությունում սեփականությունը երբեք ունե երբեք ապացույց չէ հարստության, կառավարումն է ապացույցը։ Հիսուսը չգովաբարեց այն մարդուն, ով պահեստավորել էր իր ամբողջ ունեցվածքը, այլ գովեց ծառային, ով բազմապատկեց այն, ինչ հանձնվել էր իրեն։ Աստվածաշունչն ասում է, ավելի շատ պահանջվում է կառավարիչներից, որ հավատարիմ գտնվեն։ Հավատարմությունը ոչ թե պարզապես զգացմունք է, այլ չափելի կառավարում։ Ամենակարևորը, շատերը սա են սխալանում։ Մտածելակերպը կյանքի կառավարման կենտրոնն է։ Փոխիր մտածելակերպդ, փոխիր արդյունքները։ Աստվածաշունչն ասում է, ինչպես մարդը մտածում է իր սրտում, այնպես էլ նա է։ Աղքատությունը ոչ թե փողի պակաս է, այլ մտածելակերպի սխալ կառավարում։ Եթե մտածում ես որպես ստրուկ, կմնաս ստրուկ, նույնիսկ եթե փող ունես։ Իսրայելը 40 տարի շրջեց անապատում, ոչ թե երթուղու պատճառով, այլ մտածելակերպի պատճառով։ Նրանք ազատվեցին Եգիպտոսից, բայց Եգիպտոսը չազատվեց նրանցից։ Մտածելակերպը փոխելը ամենադժվարն է, բայց ամենահզորը։ Նպատակը գրավում է ապահովումը, փողը հոսում է իմաստի ուղղությամբ։ Քո նպատակը գոյություն ուներ, նախքան քեզ ստեղծելը։ Նախքան քեզ ստեղծելը, մոր որովայնում ես ճանաչեցի քեզ։ Աբրահամը օրհնություն ստացավ հնազանդությունից հետո։ Հովսեփը պահպանեց ազգեր իր նպատակի շնորհիվ։ Առանց նպատակի փողը ծանրաբեռնում է, նպատակով ռեսուրսները պատասխանում են առաջադրանքին։ Հմտությունը արժեք է ստեղծում։ Տիրապետումը բացում է դռներ։ Հմտությունը տաղանդի կիրառված կարգապահությունն է։ Դավիթը պարապեց մինչև Գողիաթին սպանելը։ Հմտությունը գնահատվում է օգտագործման ժամանակ, միգրացիա է անում սահմաններից անց և պարգևատրում է կատարմանը, ոչ թե մտադրությանը։ Ինքնակառավարումը ապացուցում է, որ կարող ես վստահելի լինել աճի համար։ Ով կառավարում է իր հոգին, ավելի լավ է, քան ով գրավում է քաղաքը։ Կարգապահությունը պաշտպանում է իմպուլսներից և ապահովում հետևողականություն։ Առանց կարգապահության փողը մեծացնում է թափոնը։ Քո օրացույցը ցույց է տալիս քո առաջնահերթությունները։ Ժամանակը կյանքի արժույթն է։ Բոլորս ունենք 24 ժամ, բայց իմաստունը հաշվում է օրերը արտադրողականության համար։ Փրկիր ժամանակը շեղումներից, հետաձգումը ամբարտավանություն է, ենթադրելով, որ վաղը շնորհ կա։ Ճակատագիրը արագանում է մարդկանց միջոցով, խորաթափանցությունը պաշտպանում է։ Լավ չէ մարդու համար մենակ լինելը։ Դավիթը հանդիպեց Սամվելին, Հիսուսը 12 աշակերտներին։ Ընտրիր շրջապատդ պատվով, սխալ հարաբերությունները դանդաղ կոռումպացնում են։ Կառուցվածքը պահպանում է արդյունքները։ Համակարգերը կարգ են, որ արդյունք է տալիս, նույնիսկ երբ հոգնած ես։ Աստված տվեց հումք նյութեր, ոչ թե պատրաստի արտադրանք։ Առանց համակարգերի եկամուտը կախված է քո ներկայությունից։ Համակարգերը ապահովում են ժառանգություն։ Այս 7 ակտիվները կառուցում են աստվածային շղթա, մտածելակերպ դեպի նպատակ, դեպի հմտություն, դեպի կարգապահություն, դեպի ժամանակ, դեպի հարաբերություններ, դեպի համակարգեր։ Կոտրիր մեկը, ճնշումը կբարձրանա մյուսների վրա։ Թնդրիր առաջինը, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և ամեն ինչ կավելանա քեզ։ Փողը կներկայանա ինքն իրեն, երբ ակտիվները պատրաստ լինեն։ Ապագան պատկանում է պատրաստվածներին, ոչ թե հարուստներին։ Իսկ ինչ ակտիվ ես անտեսում հիմա, սկսիր այսօր, և փողը կսկսի հետևել քեզ։